Սիրելի ընկերներ, մենք այս պահին ուղիղ եթերում ենք, ինչպես հայտնի է, երեք գործող վարչախումբը ակնհայտ շինծու քաղաքական հետապնդման մոտիվներով ձերբակալեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը իր հստակ վերաբերմունքը արտահայտեց ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, որը հետապնդվում է իշխող վարչախմբի կողմից, եւ Կարապետյանի հայտարարությունից հետո ազգակործան պատուասը հիստերիկ գրառումներով ըստ էության իրապահ համակարգին հրահանգ տվեց վերջինիս նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնաճնշումներ իրականացնել։ Այս պահին մենք նաև տեսնում ենք, որ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել դատարանի առջև, որտեղ պետք է քննվի Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը, եւ մենք նաև տեսնում ենք, որ այդտեղ է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, որի հետ հիմա կզրուցենք։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ։ Պարոն Խաչիկյան, նախ կխնդրեի ձեզ ձեր վերաբերմունքը արտահայտել երեք տեղի ունեցածի մասով։ Դե բոլորս տեսնում ենք, որ մենք գնում ենք դեպի տոտալ բռնապետություն։ Մեր բոլոր հույսերը, բոլոր խոստումները, որոնք մեր տրվեցին 18 թվականի ապրիլին Թավշյա դեմոկրատիայի մասին, Թավշյա ժողովրդավարական հանրապետության 3 միլիոն վարչապետ, մեր առջև խոնարհվում, սա վերածվեց տոտալ 100%-անոց բռնապետության։ Մենք տեսնում ենք, որ վերջի ինստիտուտը, որը դիմադրում է, դա հայոց եկեղեցին է, հայ առաքելական եկեղեցին է, հիմա վերջի այդ ինստիտուտը փորձում է կոտրել այս անձը, եւ այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել մեր եկեղեցին, նրանք ենթարկվում են քաղաքական հետապնդման։ Պարզ է, որ սա շինծու գործ է, այդ մարդը որևէ կոչեր չի արել հեռաշրջման, եթե ինչ որ մեկը կոչել արել է հեռաշրջման, դա եղել է 18 թվականին, այդ գործերով թող զբաղվեն, այս մարդը ուղղակի իր աջակցությունն է հայտնել մեր եկեղեցուն, ինչպես շատերը։ Ես ողջունում եմ, որ նա պատիվ է ունեցել եւ դրամատիկություն է ունեցել դա անել, եւ կարծում եմ ավելի շատ մարդիկ պետք է դա անեն, որ մենք պաշտպանենք մեր պետությունը։ Եթե մենք դա չանենք, մենք փաստորեն գնում ենք դեպի տոտալ բռնապետություն եւ Հայաստանի կործանում, որովհետեւ այսօր նորից կրկնեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան, պետք է լինի Զանգեզուրի միջանցք։ Այս մարդը շարունակել է բոլոր հարցերով ենթարկվել Էրդողանին եւ Ալիևին, մենք կորցնելու ենք Սյունիքը, հետո ասել են մեր եկեղեցիներից խաչերը հանեք, հետո ասել են այս եկեղեցիները ավրանական են, հայկական չեն, խաչքարները հանեք, նույն բանը ինչ եղել է Ղարաբաղում։ Հետո ասել են դուք պետք է ենթարկվեք, մեզ պետք է լինեք ինքնավարություն, հետո կամաց մեզ այստեղից հանել են։ Եվ ժողովուրդը ամեն անգամ երբ փորձում է բողոքել, այս բռնապետը օգտագործում է ոստիկանությունը, կարմիր բերետներին, աշխատավարձը բարձրացնում է, որ մարդկանց ավելի լավ ծեծեն։ Դուք տեսնում եք այստեղ ինչքան մարդ է հավաքվել հիմա։ Հստակորեն երևում է, որ բավականին շատ քաղաքացիներ են հավաքվել այս պահին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի։ Կխնդրեի մի քանի բառով նաև ներկայացնել մթնոլորտը, որը տիրում է դատարանի առջև այս պահին։ Դա առայժմ մթնոլորտը հանգիստ է, իհարկե հարյուրավոր բարեկներ կան կամ հարյուրավոր ոստիկաններ կան, կարմիր բերետներ առայժմ չկան, սև բերետներ կան։ Դե ցավալի է իհարկե, որ մի անձ, որը խոստացավ իր ժողովրդին, որ խոնարհվելու է իրենց առաջ, փաստորեն ստիպված է իրեն պաշտպանել իր սեփական ժողովրդից սև բերետների օգնությամբ։ Դա ամեն ինչ ասում եմ կարծիքով։ Առայժմ մթնոլորտը հանգիստ է, որքանով հասկանում եմ մի քանի ժամից գուցե ժամը 5-ին, գուցե մի քիչ ավելի ուշ քննչական կոմիտեից պարոն Կարապետյանին կբերեն այստեղ դատարան եւ քննելու են գործը, դա կարող է ժամեր տևել։ Առայժմ ամեն ինչ հանգիստ է այստեղ։ Պարոն Խաչիկյան, կարող ենք փաստել, որ ըստ էության այլևս Հայաստանում մեկ հոգու ավտորիտար իշխանություն է։ Այո, իհարկե, ինչ կարելի է ասել։ Երբ այդ անձը հարձակում է մի մարդի վրա, որը ուղղակի ասում է, որ ես սատարում եմ մեր եկեղեցուն եւ իմ ձևով մեր եկեղեցուն, որևէ կոչեր բռնության չկան։ Բռնության կոչերի մասին թող մտածեն այն մարդիկ, ովքեր ռադիոյական դուրն էին կոտրում, ջարդում,
ովքեր դագաղներ էին հանում փողոցներ, սպառնում էին 18 թվին նախկին իշխանության ներկայացուցիչներին, վիրավորում էին այլ մարդկանց գործերով թող զբաղվեն։ Այս մարդը ուղղակի ասել է, ես սատարում եմ եկեղեցուն։ Սա տոտալ բռնապետություն է, բայց ցավային է, որ այս բռնապետը ոչ միայն բռնապետ է, այլ նաև ունի լուրջ ինչ-որ շեղումներ։ Որևէ երկրի ղեկավարը, ոչ Աֆրիկայում, ոչ Լատինական Ամերիկայում, ոչ Ավստրալիայում, ոչ ինչ-որ Բորնեո կղզում, այսպես իրեն չի պահում, այսպիսի գրառումներ չի անում։ Ակնհայտ է, որ նա անկայուն վիճակի, ոչ adekvat վիճակի մեջ է։ Եվ սենց շարունակելով, մեր կողմն էլ տեսնում եք ինչ պատերազմ է գնում, 4 կողմից է դարավ պատերազմի խաչմերուկ, շատ վտանգավոր վիճակ է ու մենք ունենք այսպիսի անadekvat, ոչ adekvat, շեղված ղեկավարություն։ Դա շատ վտանգավոր է իմ կարծիքով։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարևոր մեկնաբանության համար, սիրելի հայրենակիցներ, թեմայի վերաբերյալ ես զրուցեցի քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ, մնացեք ուղիղ եթերում, կհանդիպենք։